Ես Համլետ Իսախանյանն եմ, Մեծ Հայք պարային ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ Ստուդիան հիմնվել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ից, սկսել ենք 3 աշակերտով, ընդամենը 3 սանուն էինք։ Ընդամենը մեկ ամսում 3-ը դառան 14, 14-ը 40, մեկ տարվա մեջ և այսօր ստուդիան 4 տարեկան է ու ունենք 200-ից ավել աշակերտ և 200 աշակերտները բաժանվում են 5 մասնաճյուղերի մեջ՝ Հարժիսում, Վերիշենում, Հարթաշենում, Խնձորեսկում և իհարկե գլխավոր մասնաճյուղը Գորիսում։ Աշխատում ենք բոլոր ոճերի մեջ՝ այլազգի, հայկական, ժողովրդական, ազգագրական պարեր, ունենք նաև առանձին դասական պարի ուսուցում, ընդհանուր երեխաները ուսումնասիրում են ձողափայտի մոտ աշխատանք, համապատասխան կենտրոնում թռիչքներ և այլն, մասնագիտացված, խորացված մեր սաներից որոշակի մաս արդեն սովորում են մանկավարժական համալսարանում, խորեոգրաֆիկ քոլեջում, նաև ունենք սաներ, ովքեր որ ներկա պահին աշխատում են երկրից դուրս, ինչը որ արդեն մեր համար մեծ հպարտություն է։ Հիմա ներկա պահին աշխատում ենք ևս 2 մասնաճյուղի բացման վրա։ Ֆիզիկապես 5 մասնաճյուղը հասցնել աշխատելը դա իրանից շատ մեծ գործ է պահանջում և ասեմ, որ ես այս ամենը մենակով ուղղակի հնարավոր չէր, ունենք շատ ուժեղ թիմ, ում և սովորացնում ենք, և ամեն օր ինքներս մեզ շտկվում ենք և աշխատում ենք նրա վրա, որպեսզի միշտ թե երեխաների, թե կոլեկտիվի մեջ լինի առողջ մթնոլորտ։ Այս ամբողջ գործում ինձ օգնում է կինս Կարինե Վարդանյան, նաև Մեծ Հայք պարային ստուդիայի 2-րդ գեղարվեստական ղեկավար։ Ասեմ, որ բոլոր միջոցառումներին, փառատոներին, մրցույթներին Մեծ Հայքը միշտ ներկայանում է իր ամբողջական կազմով, եթե օրինակի համար ներկայանում է որևէ մասնաճյուղի, որևէ դասարան, ներկայանում է տվյալ դասարանի պարուսույցը, փորձավարը, ղեկավարները և բոլորը պարգևատրվում են հարիր ձևով։ Վերջին ժամանակաշրջանում խումբը գրանցել է բավականին մեծ արդյունքներ, չհաշված նրան, որ ընդամենը 4 տարի է, որ խումբը գործում է։ Ուրեմն Շիրակի էսքիզներ հայկական պետական մրցույթ փառատոնի ժամանակ հայկական պարի բեմական մշակում անվանակարգում 8-ից 12 տարեկանների տարիքային սահմանում տղաները քոչարի բարով գրավել են առաջին հորիզոնականը պատվավոր, նաև բեմական պարի մշակումը աղջիկները ուսումնարապարով գրավել են 3-րդ հորիզոնականը։ Բնականաբար բոլորը ունեն շտկվելու ու զարգանալու տեղեր և մենք մեծ սիրով կաշխատենք թե երեխաների վրա, թե մեր վրա, որպեսզի հասնենք էլ ավելի մեծ բարձունքների, այլ ավելի շատ հաջողությունների։ Խումբը ունի նաև գործընկերներ, ինչպես որ Հայաստանում, նույնպես Հայաստանի սահմաններից դուրս արտերկրում համագործակցում ենք ևս մի քանի պետության, մեր պետությունում աշխատող գոլեգաների հետ։ Ներկա պահին աշխատում ենք մի հատ շատ գեղեցիկ պրոյեկտի վրա, ինչը որ կապված է հենց մեր Գորիսի հետ Սյունիքի համար։ Հունիսի 7-ին կկայանա շատ մեծ փառատոն, որին մասնակից կլինեն 500-ից մինչև 700 պարող պարուհիներ, իսկապես Գորիսի համար մի հատ շատ գեղեցիկ տոն են կազմակերպում։ Լինելու են խմբեր, կարելի ասած 12 մարզից էլ, ներկայանալու են 1 պարով, սա ուզում ենք մենք գորիսեցիներին, սյունեցիներին սենց փոքր դիմոնստրացիա անենք մշակութային, որ տեսեք, որ մենք կանք, մեր սահմանները անառիկ են, ամուր են, մենք էլ մեր ձևով ենք պահում, պայքարում և ինչն է շատ կարևոր, այսօր Մեծ Հայք պարային ստուդիայի և երեխաները, և պարուսույցները, և շատ կարևոր է ծնողները
շատ մեծ գիտակցությամբ և հպարտությամբ են մոտիկանում այս ամեն ինչին, որովհետև բոլորը մեկ ձայնով միշտ մեր կողքին կանգնած են, յուրաքանչյուր մրցույթը, փառատոնը, փոքր ինչ-որ կազմակերպված միջոցառումը։ Շատ ուրախ եմ նաև ասել, որ նույն հաջողությամբ մեկ-մեկ ստացվում է, որ նաև մեզ օգնում է մեր Գորիսի համայնքապետարանը փոքր աջակցություններ են ունենում մեր մշակութային ծրագրերի մեջ և ասեմ մենք էլ պատվով ենք ներկայանում, ինչը որ մեզ թույլ է տալիս էլ ավելի շատ ձևեր բարձրանալ, էլ ավելի շատ միջոցառումների մասնակցել։ Բարն իմ հոգու հանգստությունն է, բարի միջոցով եմ արտահայտում իմ հույզերը, զգացմունքները, այն մշակույթ է և ես առանց բարի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Սիրում եմ բոլոր բարավոճերը, շատ եմ սիրում հայկական բարերը, սակայն իմ սրտի մեջ սպորտային լատինոամերիկյան բարերն են, որն ավելի իր տեսակով ակտիվ է և գրագոտ։ Բարը ինձ համար ոչ միայն արվեստի մի ձև է, այլ ապրելակերպ է։ Ինձ համար օրը սկսվում է պարով և ավարտվում է պարով։ Ավելի կոնկրետ օրը սկսվում է այս դահլիճից և ավարտվում է այս դահլիճից իմ շատ սիրելի պարուսույցների հետ։ Պարողները կփաստեն այն մասին, որ պարարվեստը իր մեջ շատ դժվարություններ է ներառում, փորձադահլիճից մինչև բեմ բազմաթիվ դժվարությունների միջոցով անցնում ենք ու նոր ներկայանում ենք հանդիսատեսին։ Պարը ինձ համար, ինչպես նշեցի, ապրելակերպ է, բայց նաև հոգու ճիչ է, պարի միջոցով ես արտահայտում եմ իմ հոգեվիճակը։ Պարը իմ կյանքի անբաժան մասնիկն է, այն սոսկ շարժում չէ, այն լեզու է, որը խոսում է իմ սիրտն ու հոգին, պարի միջոցով կարողանում եմ արտահայտել իմ էմոցիաներն ու զգացմունքները, ավելի շատ նախընտրում եմ հայկական պարերը։ Ինձ համար պարը աշխարհի ամենագեղեցիկ արվեստն է, դրա մի մասնիկը լինելը ինձ համար հեքիաթային է։ Նախընտրում եմ մեր հայկական պարերը, քանի որ մենք պահում ենք մեր ազգայինը և դա հայրենասիրության կատարյալ օրինակ է։ Պարը ինձ համար շատ մեծ դեր ունի, երբ պարով եմ զբաղվում, ես շատ եմ ոգեշնչվում։ Եթե մեկ օր անգամ զբաղվում պարով, ես շատ տխուր կզգամ, ավելի շատ նախընտրում եմ հայկական ժողովրդական պարեր և սպորտային։